Դատան ասում է քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված հարցերի քննարկմանը ըստ սահմանված հերթականության։ Առաջին հարցը բացարկի, ինքնաբացարկի, վարորդին մասնակցելուց ազատելու հարցի քննարկումն է։ Ինչպես արդեն նշեցի, իսկ նախագահում է դատավորի բոլոր կարողությունները, կողմերը կարող են նախագահում դատավորին ինքնաբացարկի շրջանները ներկայացնել, որի հիմքերը սահմանված են քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով և դատական օրենսգրքի 20-րդ օրենքի 71-րդ հոդվածով։ Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ինքնասայնային դեպքերը և նախագահ դատավորը պարտական վերաբերմունք ունի դատավարության մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ։ Դատավորը որպես մասնավոր անձ ականատես է եղել այն հանգամանքների, որոնք վիճարկվում են գործընթացության ընթացքում, դատավորը մերձավոր ազգականը հանդիսանում է կամ օգտագործել կարող է հանդիսանալ գործի մասնակցող անձ, ինչ դատական վարույթի ընթացքում դատավորը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հանցակարգերի շրջանակներում օգտագործել է ներկայացված մեղադրյալի կապակցությամբ մեղադրյալի խոստովանությունը կամ առկա են այն հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված դատավորի անկողմնակալության մեջ։ Ինչ կողմերը նշված հարցի վերաբերյալ կներկայացնեն դիրքորոշումներ, ցանկանում եմ կողմերին տեղեկացնել, որ 2008-ից մինչև 2020 թիվը աշխատել է Մարմավիրի մարզի քննչական վարչությունում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ կերպ որևէ առնչություն չեն ունեցել վարույթի հետ։ Նաև այս հարցին անդրադառնում այն տեսանկյունից, որ վարույթի արկա տվյալների համաձայն թմրանյութի չհայտնաբերման փաստի առթիվ պաշտոնական ապուտության կապակցությամբ վարույթ է նախաձեռնված։ Ըստ էության նշված վարչության քննիչների կողմից պաշտոնական ապուտություն տալի ընդհանուր հանցանքի կապակցությամբ։ Նաև ցանկանում տեղեկացնել, որ 2020-ից 24 թվականներին զբաղեցրել է Մարմավիրի մարզի դատախազության դատախազապաշտպան և աշխատանքի բերումով որոշակիորեն աշխատանքային փոխհարաբերություններ ունեցել սույն վարույթում հանրային մեղադրող Ադրբեջանի հետ։ Նաև կողմերին ցանկանում եմ պարզաբանել, որ մի կողմից մատնանշված հանգամանքները որևէ կերպ իսկ չեն աշխատում և չեն խոչընդոտում սույն վարույթով արդար և անկողմնական դատան հանդես գալու համար, ուստի դատարանը ինքնաբացարկի հիմքեր չունի։ Եթե կողմերը ունեն իշխանություններ, կարող է ներկայացնել։